Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, րոպեներ առաջ հայտարարությունն է տարածվել, մերձիշխանական լրատվամիջոցն է տարածել Փաշինյանի ընտանիքին պատկանող, ըստ այդմ եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Արշակ Սրբազանի տեսանյութի հետ կապված, եւ ես մի փոքր մեջ բերեմ, թե ինչ են նրանք հայտարարությունում ասել, փորձենք հասկանալ ինչի մասին ընդհանրապես խոսքը։ Ըստ այդ հայտարարությամբ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին II-ին։ Վերջինս առ ոչինչ է համարում այս արդյունքները։ Հաշվի առնելով սա, եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին եւ հանրությանը հայ եկեղեցին Արշակ Խաչատրյանից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործընթացին միանալու համար։ Ես նաեւ նկատեմ, որ շուրջ 10 եպիսկոպոս է այս հայտարարության տակ ստորագրել, փորձենք հասկանալ սա ինչ է նշանակում եւ սա արդյոք արդեն իսկ սկիզբն է կաթողիկոսին նաեւ հեռացնելու գործընթացի։ Նայեք, հենց որ դուք ասում եք սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ Նիկոլի հանձնարարությամբ ԱՕՑ-ն ակտիվ աշխատում է։ Այսպես ժողովրդական լեզվով ասած KGB-ն։ Դա է նշանակում։ Ուրեմն հաշվի առնելով, որ եթե ընդունում ենք այդ փաստաթղթի, այդ եպիսկոպոսած փաստաթղթի իսկությունը, այնտեղ ստորագրել են անձիկ, ում մասին մամուլում առկա են տարիներ շարունակ բազմաթիվ, այսպես ասած, հրապարակումներ, որ իրանց կանանց եւ երեխաների մասին։ Կճոյանն է ստորագրել Արգիշտի Քարամյանի հետ կապված հոգեվորականի ստորագրությունը կա, այդ մասին մամուլն է գրում, ես մեջբերում եմ մամուլի տեղեկությունները։ Այո, երկուսս էլ մեջբերում ենք մամուլի տեղեկությունները, այնտեղ կարծեմ Վազգեն Միրզախանյանի մասին կա, որ վերջերս հայտարարություն եղավ, մամուլում հրապարակվեցին լուսանկարներ, ենթադրյալ իր կնոջ եւ երեխայի, այսինքն նայեք, դրա համար եմ ասում, որ ԱԱԾ-ն ակտիվ զբաղվում է։ Դա սա է նշանակում։ Կոմպրոմատներով են նրանց ստիպել, որ ստորագրեն, դա Եթե ստորագրել են մարդիկ, ում անունը տարիներ շարունակ մամուլում արծացվել է, որ նրանք գործել են, իրականացել են այն գործողությունը, որում իրանք հիմա մեղադրում են Արշակ Սրբազանին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, գիտեք ոնց է, եթե ենթադրյալ ընդունենք, որ Արշակ Սրբազանը անգամ այդ իրականացրել է, սա ենթադրում է ավելի մեծ մեղք։ Բոլոր առումներով, այսինքն դու ինքդ դա արել ես, բայց դիմացինին դեռ մի հատ էլ մեղադրում ես, նրա մեջ ինչում քեզ միշտ մեղադրել են։ Նա գոնե ասենք, եթե ենթադրենք արել է, ոչ մեկին գոնե չի մեղադրում հիմա դրա մեջ։ Նիկոլ Փաշինյանը, կներեք, քիչ առաջ ճեպազրույցում ասաց, որ ցանկացած մեկի հետ ինքը պատրաստ է նորոգել հայ եկեղեցին, այդ թվում այս անձանց։ Նայեք, ուրեմն եթե ենթադրենք խոսքը գնար իրականում հայ առաքելական եկեղեցին այսպես տարատեսակ արատավոր երևույթներից ազատելու մասին, ապա Նիկոլ Փաշինյանը այդ գործում չէր հենվի այն մարդկանց վրա, ում հենց տարիներ շարունակ մամուլը մեղադրել է այդ արատավոր երևույթների մեջ։ Այսինքն դու ոնց որ ասենք գողության դեմ պայքարես գողերի հետ միասին, ասենք բռնաբարության դեմ պայքարես Սուլեյման բռնաբարի հետ միասին։ Սա է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ոնց որ բռնաբարության դեմ պայքարի հենվելով Սուլեյման բռնաբարի վրա։ Ավելի, գիտեք ոնց է, ծաղրանք հայ առաքելական եկեղեցու հասցեին չի կարող լինել։ Դրա համար սրանից ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե մաքրել հայ առաքելական եկեղեցին, այլ սա ընդամենը հայ առաքելական եկեղեցին առնվազն ենթարկացնել իրեն,
Իսկ թե այդ ենթարկացնելը ինչ նպատակ է հետապնդում, դա արդեն կարող են լինել տարբեր ենթադրություններ։ Ընդհուպ, ասենք, թուլացնել հայ առաքելական եկեղեցին, ընդհուպ, ասենք, իրեն վերահսկելի կաթողիկոս ունենալ։ Չէ, նայեք, բացի վերահսկելից, այն, որ ինքը փորձում է դարձնել վերահսկելի, դա փաստ է։ Բայց այդ վերահսկելին ապագայում ինչ նպատակներ է հետապնդում։ Կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին, թե ինչը, դա արդեն կարող են լինել տարբեր ենթադրություններ։ Թե չէ, այն, որ վերահսկելի է փորձում դարձնել, դա այսպես ասած որևէ այսպես քննարկում այդ առումով չի կարող լինել, փաստերը ակնհայտ ցույց են տալիս։ Բայց նորից եմ կրկնում, այս մարդու նպատակը իր հայտարարածը չի, որ ինքը փորձում է արատներից ազատել։ Դու ես արատավորների հետ միասին, որոնց անունը տարիներ շարունակ մամուլը արծացել է, մինչև հայ հասարակությունը արշակի քաջագործությունների մասին ենթադրյալ չգիտերել, մինչև այն պահը, հենց որ ԱԱՑ-ն դա դաշ չբերեց։ Իսկ ես ձեզ մի բան ասեմ, պատկերացրեք արշակը նույնպես ենթարկվեր Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մեկը արշակի անունը այս ձևով չէր, այսպես ասած, տալու։ Հակառակը արշակը Նիկոլ Փաշինյանի կողմից այդ պարագայում կներկայացվեր այն սուրբ մարդը, որի հետ միասին իրենք փորձում են մաքրել հայ առաքելական եկեղեցին։ Իրականության մեջ այս ամբողջը տեղի ունեցել մի պատճառով, չէ, արշակի հետ կապված, որ արշակը չի ենթարկվել։ Հիմա պատկերացրեք, ասենք, ԱԱՑ-ն գնար, ասենք, Արգիշտ բան, այդ ինչա, Քարամյան, Առաքել arczepiskopos Քարամյան։ Այո, իրա մոտ եւ ասեր մի ստորագրիսան ասեր չէ։ Դու ինչ էր հայտնվելու։ Եթե ճիշտ են մամուլում եղած այդ բազմաթիվ հրապարակումները, շատ ավելի բեթար կադրեր, քան հրապարակվում է Արշակ Սրբազանի ուրեմն հասցեին։ Այսինքն արշակի միակ ուրեմն այսպես ասած ակնառու զանցանքը նա է, որ նու ճակերտավոր է։ Փաշինյանի խաղի կանոններով Այո, նա չի ենթարկվել Փաշինյանին, չի հանձնել Գարեգին երկրորդին, չի դուրս եկել Գարեգին երկրորդի դեմ, եւ այս կապակցությամբ ԱԱՑ-ում եղած հավանաբար, չէ, որովհետեւ այլ որտեղից դա պետքա դուրս գա։ Ընդ որում ես ասում եմ, եթե բայց իշխանական քարոզչությունն ասում է, որ դա կաթողիկոսի կողմից է դուրս եկել։ Ուրեմն, գիտեք ոնց է, ուրեմն նայեք։ Նրա եղբոր որդու կողմից, այդպես է։ Իշխանական քարոզչությունը։ Ուրեմն դա այդ վարկածին երևի Նիկոլ Փաշինյանի տան մանկահասակ անդամները անգամ չեն հավատա։ Էլ չեմ ասում ցանկացած տրամաբանող մարդ։ Այլ հարց, որ դա թե երբ է տեսագրվել։ Ակնհայտ է, որ տեսագրվել է բավականին շուտ։ Եվ ուղղակի այդ պապկեքը ժառանգաբար տրվել են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա նորից եմ կրկնում, բացատրում։ Եթե այս եպիսկոպոսները չստորագրեին, իրենց մասին կհայտնվեին, վստահ եղեք, այնպիսի տեսագրություններ, որ Արշակ Սրբազանը, այսպես ասած, Արշակ Սրբազանի քաջագործությունները, դրա դեմը, բայց ինչ-որ մանր չարաճճիություններ կերևային։ Պարոն Կիվիրյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գնալու է Էջմիածին եւ հոգեվոր հավաք անի։ Ամիսներ շարունակ դա չէր իրականանում։ Փաստորեն Փաշինյանը հասկացել էր, որ մարդիկ չի կարող տանել այնտեղ, այսինքն հավաքը չի կարող բազմամարդ լինել։ Եվ ինքը անցել էր պլան B-ին, հա, այսպես ասենք, ներսից պառակտել։ Այդպես ստացվեց։ Նայեք, իրանք զուգահեռ բոլոր քայլերը իրականացնում են։
Մի զարմանա, որ իրանք ինչ որ պահի ժողովուրդ էլ կհավաքեն, ոստիկանություն էլ կհավաքեն, այսպես ասած իրանց թայֆեկն էլ կհավաքեն, այսինքն իրանք զուգահեռ դու փորձում ես, ասենք, պատկերացրեք ամրոցը գրավել։ Մի խումբը տակից է փորում, մի խումբը աստիճան է դնում, մի խումբը փորձում է պարաշուտով թռնի ներս, մեկը կատապուլտայով թռնի ներս, հասկանում եք, մեկը, այսպես ասած, չափառը ջարդի, բոլոր ձևերով ինքը փորձում է։ Ուղղակի նայեք, ես ձեզ մի բան ասեմ, ես նորից մի բան ասեմ։ Եթե դուք ընդունենք այդ եպիսկոպոսած հայտարարությունը, որը իրականության մեջ, ուրեմն շատ մեծ առաջի հարցը, թե ոնց է հայտնվել նիկոլականների ձեռը, ընդ որում։ Դե ակնհայտ է, չէ՞։ Եթե ստորագրել են համաձայնվել են, հեշտ էր հայտնվել դրանց ձեռքում, այսինքն իրենք համաձայնություն տվել են իշխանական այդ Չէ, դե վստահ եղեք, որ այն ուրեմն ֆրցնողը եպիսկոպոսած, դա եղել է համապատասխան կառույցի ծառայող, եթե ճիշտ է անգամ, նորից եմ ասում, եթե ընդունենք դա ճիշտ է։ Եվ տեքստը կազմած տարել են, այնտեղ ընդ որում մարդիկ կան ում անունները նշված է, բայց ստորագրություններն էլ չկա, չէ՞, ըստ այդ թղթի, որը փաստաթուղթ չի կարող անվանվել, հա, եւ հետո տարել են, հանձնել են այն պապաներին, ով հենց տվել է այդ ծառայողի ձեռը այդ թուղթը։ Պարզ է, որ դա համապատասխան ԱԱՑ-ի աշխատակից է եղել։ Մի թևի տակ թուղթն է եղել, մյուս թևի տակ կոմպրոմատները։ Ում կարողացել են դրանով ճշտել, հա, ով իրան պահել է, ասենք, նայեք, ով իրան պահել է արշակի պես, այսինքն չի ստորագրել։ Դրա համար մի բացառը, որ շուտով հայտնվեն նոր տեսագրություններ, ինչ-որ նոր կոմպրոմատներ եւ այլն։ Հիմա վերջում տարել են, հանձնել են այնտեղ, ճիշտ է։ Բայց անգամ այս փաստաթղթում, եթե դուք նկատում եք, թվարկվում է արշակի, այսպես ասած, ինչ-որ մեղքերը, Գարեգին երկրորդի մեղքերը, բայց Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջ չկա։ Ուղիղ չկա, այո։ Ինչի։ Որովհետև անգամ այս մարդիկ հասկանում են, հավանաբար, կարող է դեռ չեն հասկանում, հայ առաքելական եկեղեցում, եթե կաթողիկոսը ինքը չի հեռանում, հեռացման մեխանիզմ չկա։ Եթե անգամ այս ամենից հետո պահանջեն Գարեգին երկրորդը ինքը չհեռացավ, իրանք նորից կանգնելու են փաստի առաջ։ Իրանք կարան հավաքվել, Նիկոլն էլ այնտեղ ներկա լինի, չգիտեմ, ասենք Նիկոլի ուսապարկներն ներկա լինեն, ինչ որոշումներ կայացնեն, ասենք պատկերացրեք, կայացրեցին ուրեմն որոշում հեռացնել Գարեգին, այդ որոշումը որևէ իրավական ուժ չի ունենա, ընդամենը Գարեգին երկրորդը կմնա կաթողիկոս, իրանք կունենա, կարող են դրանից հետո ընտրել նիկոլական կաթողիկոս։ Ընդ որում պատմության մեջ, եթե դուք նայեք, հենց տենց են առաջացել տարբեր աթոռներ, տարբեր կաթողիկոսներ։ Իհարկե, ունեցել ենք դեպքեր, մի քանի զուգահեռ կաթողիկոս են եղել։ Բայց Հայաստանում հնարավոր է այդ երկու տարբերակը լինի, այսինքն կարող է մեկը լինի այստեղ, մեկը դրսում, բայց Հայաստանում պետության մեջ երկու կաթողիկոս։ Հայ առաքելական եկեղեցին ունի ուրեմն Հայաստանից դուրս բազմաթիվ թեմեր։ Իսկ ինչա այդ ձեր կարծիքով այդ բոլոր թեմերը ենթարկվելու են Նիկոլին ու Նիկոլի կաթողիկոսին։ Լավ, ասենք 1-2-ին կարող են գտնել, բա մնացածին։ Բայց ամեն դեպքում չի ստացվում եկեղեցին պառակտում է։ Նայեք, ես ձեզ մի բան ասեմ ձեզ։ Հիշում եք, ես ձեր եթերում էլ բացատրել եմ, որ Գարեգին երկրորդը անգամ եթե ոչինչ չնախաձեռնի, նստի իր համար, ասենք, էջմիածնում ծառի տակ կամ գետի ափին ինչ որտեղ, ուղղակի չտա հրաժարական։
Իրանք կանգնելու են դաշան փաստի առաջ։ Չէ, կարծում որ կաթողիկոսի դեմ էլ իրենք կունենան կոմպրոմատներ։ Այստեղ Ակնհայտ է, որ այդ բոլոր կոմպրոմատները իրանք ունեն, նայեք, ես ձեզ մի բան ասեմ։ Ասենք Արշակ Սրբազանի դեմ էլ պարզե չէ ունեին։ Դեմ տվեցին, այդ մարդը չկատարեց, հրապարակեցին, հետո խելացի մարդը չի ենթարկվում ուրեմն այդ շանտաժներին, որովհետև խելացի մարդը հասկանում է, որ ուրեմն եթե ինքը ենթարկվեց շանտաժին, վերջ, ինքը պրծավ։ Խելացի մարդը թռնում է շանտաժի վրայով, այդ կոմպրոմատի վրայով։ Ու վստահ եղեք, վերջում, ինչ էլ իրա դեմ հրապարակվի, ինքը շատ ավելի շահեկան վիճակում է լինելու, քան այն մարդիկ, ովքեր ենթարկվելով այդ վախերին, ենթարկվելով շանտաժներին, վախենալով այդ կոմպրոմատների հրապարակումներից, ենթարկվում են։ Վերջ նրանք պրծնում են, հասկանում եք։ Դրանից հետո իրանք դառնում են, ոնց ասեմ ձեզ, ուղղակի պոլիշոր, որի վրա բոլորը սրբելու են իրանց ոտերը։ Այ իրանց վիճակն է շատ դաշան լինելու։ Իսկ խելացի մարդը, ուղղակի ասված, ինչ ուզում ես հրապարակի, ինչ ուզում ես։ Հա հրապարակվեց, հետո հիմա Արշակ Սրբազանի դեմ հրապարակվեց։ Ձեզ թվում է, անգամ ապրիորի ընդունենք դա ճիշտ է, հետո։ Այսինքն կարծում եք Նիկոլ Փաշինյանը եւ որ այս ամեն ինչը նախաձեռնել է, այսքան ամեն ինչ արել է, ինչ որ պահի ինքը կհանդուրժի, որ նույնիսկ հրապարակելուց հետո կաթողիկոսը մնա, այսինքն Չէ, ինքը չի հանդուրժելու։ Հենց դա է, վերջի քայլերը։ Ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանին իմանալով, ես առաջի օրվանից բացատրել եմ։ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնելու։ Բայց Գարեգին երկրորդը եթե ճիշտ գործի, Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, այսպես կոչված հաղթանակը, ոչ միայն իր վրա շատ ծանր կնստի, այն ժողովրդի լեզվով ասած բիսը կմտնի համապատասխան տեղ։ Բայց նա ասել է նույնիսկ իմ կյանքի գնով ես պատրաստ եմ իր ասած նորոգել եկեղեցի, մաքրել եկեղեցի, այսինքն ինքն իր կյանքի գնով, դա արդեն բավականին այսպես խոսուն է, որ ամեն ինչ անելու է, ոչ մի բանի առաջ չի կանգնելու։ Դե գիտեք ոնց է, այնեն չի, որ իր կյանքը մի չգիտեմ ինչ արժեք ունի։ Հասկանում եք։ Ինքը մտնում է շատ վտանգավոր ոլորտ։ Ես նորից եմ ասում։ Ընդհանրապես պետք է Գարեգին երկրորդը որևէ պարագայում հրաժարական չտա։ Ու ինչ էլ անի Նիկոլ Փաշինյանը, դա շատ ծանր հետևանքներ է ունենալու հենց իր համար։ Բայց պարոն Կիվերյան, ակնհայտ է, չէ, նաև փաստ է, որ Փաշինյանին հաջողվեց պառակտել եկեղեցին։ Դա պետք է ընդունենք, որովհետև այս իրավիճակը խոսում է դրա մասին։ Հիմա կստացվի կաթողիկոսին հեռացնել, թե ոչ, փաստ ունենք, որ պառակտվում է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը, գիտեք ոնց է, ունիկալ քանդելու հատկություն ունի։ Քանդելու դա ունիկալ, դա մոլուցկային հատկություն է, դա առավել եւս, եթե այսպես ասած, նայեք, իր ձեռի տակ է ոստիկանությունը, ԱԱՑ-ն, արխիվները, հին արխիվները, նոր արխիվները, պարզ է, որ դա, այսպես ասած, այդ գործընթացը լինելու էր։ Ասենք, բանը, այս մարդիկ, ովքեր ենթադրյալ ստորագրել են, պարզ է, որ ասենք, վստահ եղեք, ուրեմն Գարեգին երկրորդին տեսնելուց կամ կարող եւ զանգել են ու սկսել պատմել, որ տարբերակ չունենք, սա դրեցին մեր դեմ, նա դրեցին մեր դեմ, էս արեցին, այն արեցին։ Ուրեմն սա ինչ որ առումով գիտեք ոնց է,
Սա լակմուսի թուղթ է իրականում։ Ուրեմն եթե ուզում եք իմանալ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների, որ պաշտոնյաներն են ամենամեծ մեղքերը ունեն եւ այդ մեղքերը ԱԱԾ-ում այսպես պապկեքի մեջ հավաքված է, ուրեմն դա այդ ստորագրածներն են։ Սա հենց լակմուսի թուղթ է։ Սրանից այն կողմ ապացույց չէր կարող լինել։ Իդեպ այս ամենին նախորդեց եպիսկոպոսանց ժողովի հայտարարությունը բավականին կոշտ, որտեղ ասվում էր, որ այն հոգևորականները, որոնք պատարակներ են մատուցել եւ օրինակ վեհափառի անունը չեն հնչեցրել, դրանք պետք է զղջան, նրանք դարձի գան, այսպես ձևակերպեմ։ Ինչ որ ձեւով ազդեց այս հայտարարությունը արդեն այսօրվա հայտարարության հիմք դառնալու համար։ Գիտեք ոնց է, մեկը մեկի հետ որպես այդպեսին կապ չունի։ Ակնհայտ է, որ եթե Որովհետև ստորագրողներից ոմանք նաև օրինակ Գևորգ Սրբազանը այնտեղ էր, որը վերջին շրջանում բավական Դուք մի զարմանա, եթե ասենք այդ թղթում նշվածների մի մասը վաղը կանգնեն, ասեն մենք չենք ստորագրել։ Դուք մի զարմանա։ Կամ ստորագրել են ոչ այդ տեքստի տակ։ Բազմաթիվ վարկածներ կնշվեն։ Վստահ եմ, որ ուր որը կլինեն նմանատիպ ինչ-որ հայտարարություններ։ Սա նորից եմ ասում, սա ընդամենը իրականության մեջ տրամաբանող մարդկանց համար ցույց է տալիս մի բան։ Ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատավոճը, այսինքն ԱԱԾ-ի միջոցով փորձել ճնշել ցանկացած հակառակորդի։ Սա ցույց է տալիս այդ մարդու արատավոր աշխատավոճը եւ արատավոր հոգեբանությունը։ Եվ ես ամբողջ այս հարցազրույցս դա եմ բացատրում։ Թե չէ հայ ժողովուրդը հոյակապ գիտի, դեք Արշակ Սրբազանն էլ ինչով է զբաղվել, մնացածն էլ ինչով են զբաղվել, հասկանում եք։ Դե հիմա ասում եմ մեր պես տղա է, մի քիչ էսկով, մի քիչ ենկով։ Բայց Արշակ Սրբազանը գոնե, հենց որ դեմ են տվել այդ ամեն ինչը, Գարեգին երկրորդին չի հանձնել։ Դրա համար ասում եմ, իսկ այս ստորագրվածները հերիք չի, այդ ամեն ինչը արել են, դեռ դրանից հետո ժողովրդական, թուլամորթ են գտնվել դրանից հետո։ Իրանց եղբորը մեղադրում են այն բանում, ինչում իրանք էլ են թաթախված։ Իրանք էլ են թաթախել այստեղ այնտեղ։ Այս ամեն ինչում հասարակություն անելիք ունի, այսինքն որտեղ պիտի լինի, երբ որ տեսնում է իշխանություն, եկեղեցի այս հարաբերությունների լարվածությունը խորանում է եւ արդեն մոտենում են կոպիտ ասած կաթողիկոսի դռներին եւ Փաշինյանն ուզում է արդեն վերջնական վերջին քայլերը անել, այսպես ասած, որն է լինելու հասարակության անելիքը։ Ունի անելիք։ Ուրեմն առողջ հասարակությունը պետք է ցանկացած դեպքում ուրեմն չոժանդակի Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև ես նորից բացատրեցի Նիկոլ Փաշինյան։ Նայեք, մենք բոլորս տարիներ շարունակ մեկն էլ ես հայտարարել եմ դրա մասին, գրել եմ, բացատրել եմ, խոսացել եմ, որ հայ առաքելական եկեղեցում այո առկա են բազմաթիվ խնդիրներ։ Ես իհարկե կուզենայի, որ հայ առաքելական եկեղեցին ուրեմն հաղթահարի այդ խնդիրները, այդ արատները բազմաթիվ, բայց դա պետք է, գիտեք ոնց է, դա պետք է արվի իրական, ոչ թե այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որ ոչ թե փորձում է մաքրել հայ առաքելական եկեղեցին, այլ փորձում է, բացատրեցի չէ, Սուլեյման Բռնաբարի հետ միասին պայքարել բռնաբարության դեմ։ Գողի հետ միասին պայքարել գողության դեմ։ Մարդասպանների հետ միասին պայքարել մարդասպանության դեմ։ Դա նշանակում է, որ դա ոչ թե կառողջացնի այդ կառույցը, դա ուղղակի կկազմաքանդի, կփոշիացնի այդ կառույցը։ Իսկ
ուրեմն հայ առաքելական եկեղեցին չկրկնեմ իմ անցյալի մտքերը, բացատրել են, որ դա հատուկենտ ցանցային հայության ունեցած ցանցային կառույցներից մեկն է։ Եվ եթե դու ճիշտ օգտագործես այդ պոտենցիալը, ինքը կարող է լրիվ այլ արդյունք տալ։ Եվ պետք չի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը, ոնց որ ամեն ինչը ինչին կպնում է, կազմաքանդի նաև հայ առաքելական եկեղեցին։ Իդեպ Արշակ Սրբազանի պաշտպանը Արսենը Բաբայան հայտարարել է, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Դե ասում եմ, դեռ բազմաթիվ այդ բաներ հերկվելու են։ Ասում է, շարունակեմ ինչ է հայտարարել, Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում ոչ իրեն, ոչ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Դե գիտեք ոնց է, սա Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱՑ-ի ոչն է, ես ասեցի ավելի խորքային է լինելու, երբ մի շարք անձիկ, ում ստորագրությունները իբր թե կան, ուղղակի հավանաբար կհրաժարվեն։ Ես սրա մասին եմ հենց բացատրում, էլի։ Սա դեռ սկիզբն է։ Ինչ ենք դեռ տեսնելու, եթե սա Շատ բան ենք տեսնելու։ Նիկոլ Փաշինյանը քանի կա հայկական կրկեսը անսպառ է։ Արդյոք նախընտրական այս տարում կաթողիկոսի դեմ այս արշավը ձեռնտու է Փաշինյանը, այսինքն սրանք զուգահեռ տանելը, համ պատրաստվել ընտրություններին, համ կաթողիկոսին վերջի կառույցներից է, որ իրեն չի ենթարկվում։ Ընտրությունների ժամանակ իր համար խնդիր կլիներ, եթե չի ենթարկվող եկեղեցիները։ Կարար ինչ որ ասենք խնդիրներ առաջացնել ու բացի դրանից գիտեք ոնց է մոլուցկային խնդիր կա։ Ամեն ինչ ենթարկացրել ես քեզ Սևեռված ինչ որ կպչուն բան կա։ Դատական ամեն ինչ, ասենք դուք պատկերացրեք, ասենք եթե անգամ վերցենք իշխանական այն թևերը, որ իրան չէին ենթարկվում, ասենք չէ, ուժային եւ բան։ Ասենք հիշեք ինչով ավարտվեց, ով այդպես լավ չէր ենթարկվում, ասենք բանակը։ Ես տարիներ առաջ դեռ 19 թվականին գրառումներ ունեմ, կարող եք սոցիալական ցանցերից հանել, գտնել։ Որտեղ բացատրում եմ, որ այս մարդը, քանի որ բանակում ակնհայտ է, որ իր դեմ կա ինչ-որ մոտեցում, կազմակերպելու է բանակը։ Դա էլ եղավ։ Հիմա հայ առաքելական եկեղեցին, իհարկե կան բազմաթիվ չէ վարկածներ, որ այս մարդը թույլատնում է, որպեսզի ուժեղացնան այլ, ասենք, կառույցներ, սկսած, ասենք, ավետարանչականներից եւ այլն, կաթոլիկները ավետարանչական, կան տարբեր վարկածներ, չէ։ Բայց մի բան ակնհայտ է։ Ես չեմ ուզում ասել այդ վարկածները ճիշտ են, սխալ են, կարող է ճիշտ են, կարող է սխալ են, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս մարդու հիմնական նպատակը ամեն գնով ենթարկացնել իրեն։ Դուք հիշեցրեցիք բանակի հետ կապված, երբ որ հրաժարականը պահանջեցին գեներալները Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մեկ շաբաթ հետո նույն գեներալները իրեն պատիվ առնելով ընդունեցին պաշտպանության նախարարությունում։ Այսինքն ստացվում է նույն ձևով ինքը կկարողանա կամ փորձում է եկեղեցու հետ կապված իրավիճակը կարգավորել։ Եթե Գարեգին երկրորդը չստորագրի, չհայտարարի իր հրաժարականի մասին, ուզում է ընտրեն 5 հատ կաթողիկոս, տարբեր, այսպես ասած, վայրերում։ Այսինքն այս ամեն ինչը կախված է միայն կաթողիկոսի ամրությունից, հա, պահել իր դիրքերը։ Հայ առաքելական եկեղեցում, ուրեմն կաթողիկոսին հեռացնելու ինստիտուտ չկա։ Կստեղծի Փաշինյանը։ Ինչքան ուզում է ստեղծի։ Օրինակ եղել են 19-րդ դարում, օրինակ եթե հիշողությունը չի դավաճանում, հայ պարսկական պատերազմից հետո կաթողիկոսը այդ ժամանակ ավելի շատ պրոպարսկական է, դե հիմա ռուսները եկել էին ռուսապարսկական պատերազմի մասին, հիմա ռուսները եկել էին, կաթողիկոսը այդ ժամանակվա ինքը նպատակահարմար գտա, որ լինի կաթողիկոս, որը պրոռուսական է։
Եվ ինքը կամավոր հեռացավ։ Այդ ինստիտուտը կա։ Դեռ համար իրանք նայեք ոնց է ամեն ձևով իրանց նպատակը հասցնել նրան, որ Գարեգին երկրորդի նյարդերը տեղի տան, եւ ինքը ասի լավ ես գնում եմ։ Դրանով է չէ պայմանավորված, ասենք, իր բարեկամներին են ձերբակալում, չէ։ Ասենք իր շրջապատին են վարկաբեկում, իրան են վարկաբեկում, որ նյարդերը տեղին տան։ Սա նայեք, ընդհանրապես պայքարում, քաղաքական պայքարում շատ բան է կախված, թե ում նյարդերն են ավելի պինդ։ Եվ գլոբալ առումով հաղթում է նա, ում նյարդերը առավել պինդ են։ Ամեն ինչից է դա նաև նյարդերի պատերազմը։ Հիմա ուրեմն ինչ ուզում է անի Նիկոլը, ոնց ուզում է վարկաբեկի, ուզում է Գարեգին երկրորդին էլ ձերբակալի, եթե այդ մարդը հրաժարական չի տալիս, ուզում է գնա Նիկոլը, ասենք, հավաքի այնտեղ Էջմիածնի կողքի 6 ռոկում 5 հատ կաթողիկոս ընտրի։ Դա չի բերելու նրան, որ, ասենք, իրանք վերցնեն իշխանություն, դա ընդամենը կբերի ուրեմն պառակտության, բայց վստահ եղեք, որ իսկ աշխարհասփյուր հայության թեմերի մեծ մասը կճանաչի մինչև վերջ Գարեգին երկրորդին որպես կաթողիկոս։ Այսինքն ներսում կարող է իրավիճակ փոխել, բայց դրսի հետ կապված խնդիրներ շատ։ Ներսում էլ գիտեք ոնց է, շատ այսպես ասած հարցական է, թե կկարողանա իրավիճակ փոխել, թե չի կարողանա։ Ասենք հա, մի երկուսը ես գիտեմ, որ դրսում Նիկոլ Փաշինյանի հետ դեռ ավեշու դա դեռ լևոնական ժամանակների ինչ-որ հակ-մակ է տենց այսպես սիմպատիաներ կան։ Բա մնացածի վրա իրանք չունեն, չէ, ինչ-որ բաներ, շատերի վրա։ Իմիջիայլոց դեռ այս շաբաթ չի հայտարարել, թե որտեղ է գնալու պատարագի։ Խոսակցություններ կան, որ հենց Երևանում է լինելու։ Ինչ է կարծում, գուցե այն ովքեր ստորագրել են դրանց հետ միասին Երևանում այդ պատարագին գնալով ազդարարի, որ եկեղեցին հիմա այստեղ է եւ իր հետ են բոլոր եպիսկոպոսները կամ եկեղեցու հոգևորականները։ Այսինքն այս սցենարը հնարավոր տարբերակ։ Չէ, նայեք, ըստ իրավիճակի տարբեր սցենարներ կարող են լինել, դրա համար ընդամենը երևի այսօր վաղը պարզ կլինի դա։ Մասնավորապես, օրինակ նայեք, հիմա եղավ փաստաբանի հայտարարությունը, սպասենք այս մարդկանց հայտարարությունները, ովքեր իբր ստորագրել են կամ ում ազգանունը կա, բայց իրանց ստորագրությունը չկա։ Ըստ դրա կլինի զարգացումը։ Այստեղ գիտեք աղետը այլ բանում է, գիտեք ոնց է, դու պատերազմող դեռ երկրում ամբողջ կառավարումը թողել ես մի կողմ, նորմալ մարդը ինչով կզբաղվեր, անվտանգությամբ, բանակով, տնտեսությամբ։ Դե խաղաղություն է բերել, ինչ չէ, դե գիտեք ոնց այդ խաղաղությանը հավատում են երևի նոր ոչ թե անգամ իր նոր տան անչափահաս անդամները չեն հավատում։ Վստահ եղեք, էլի։ Բազմաթիվ հարցերի մեջ է, չէ, երկիրը։ Ու այդ ամբողջը դու մի կողմ ընկածը, ասենք, սաղմոսներ ես անգիրանում, որ ցույց տաս իբր թե գիտես սաղմոսներ։ Ասենք նստած, ասենք, ընկել ես հայ առաքելական եկեղեցու հետևից, բավական էր իրան, ասենք, հրավիրել Գարեգին երկրորդին, ասել գիտես ինչ կա, եկեք համատեղ ուժերով փորձենք այս երկիրը հանենք։ Ինչքան էլ Գարեգին երկրորդը անցյալում այս կամ այն սխալները, հաստատ կլծվեր այդ գործին։ Ու նման բազմաթիվ դեպքեր։ Բայց այդ մոլուցքը, որ ցույց տա, որ ինքը այս ազգի ալֆա սամեցն է, հասկանում եք, որ այնա բոլորին կարա հերթով կսսնի, բոլորին կարա հերթով չոքցնի։ Սա վատ ավարտ է ունենալու, նաև իր համար, որովհետև միշտ վստահ եղեք, որ հաստից հասն է հանդիպում։ Սա վատ ավարտ է ունենալու։ Կարծում եք կընդառաջեր կաթողիկոսը։ Վստահ եղեք,
Ոչ մեկը իրապես այդ մոլուցկներով ապացուցելու, որ ինքն է ալֆա սամեցը, իհարկե կան ուրիշ, բայց ոչ այդ մակարդակում։ Գարեգին երկրորդը ակնհայտորեն դրանով երբեք չի տառապել։ Անկախ իր նորից եմ ասում, ես ինքս երբեք չեմ եղել իր, այսպես ասած, ինքը չի եղել իմ պաշտամունքը, ինքը երբեք չի եղել, այսպես ասած, իմ կաթողիկոսի իդեալը, բայց ակնհայտ է, որ իհարկե։ Շնորհակալ եմ։ Դե շնորհակալ։